Փոքրիկ գլխիկը դնում է Կադաֆիի հետ է համեմատում, ասում է Կադաֆին սպանեցին, իսկ դու ողջ ես։ Արա մի հատ էս աննասուն տեսակին բան եմ ուզում հարցնեմ, հա։ Ասենք քո հերը, քո օլուխ հերը, ինչ ա արել, որ այդտեղ զինվոր չզոհվի։ Քո հերը այդքան ժամանակ որ եղել է պրեզիկ, ինչ ա արել, որ պատերազմին չպարտվենք։ Հույսը դրել էր ռուսի վրա, որ ռուս իր զանավեսկեն փագա պայելու, լուրջ, այդքան օլուխ ա եղել, հա, այդքան տախմար ա եղել, քան գործիչ ա եղել, видите ли, հոյակապ, sense գենի ա եղել, այնքան գենի ա եղել տախմարը, որ դրե վստահել ա, որ ինչ որ մի պետություն իր շահերը դնելու ա մի կողմ, քոնը առաջ տանի, այդքան անասուն ա եղել։ Ու դու հիմա եկել ես Կադաֆիից, ես խոսում, արա։ Նույնիսկ մի անմեղ դեմքով հորս արև, լուրջ եմ ասում։ Այսքան ժամանակ հարց են տվել։ Ոնց է ստացվել, որ դու տենց օլուխ հալովդ, տենց մանկամիտ հալովդ, խնինքոտ հալովդ միլիոնատեր ես եղել։ Դու այդ հարցին պատասխանի ժողովրդին։ Ժողովուրդը շատ լավ գիտի, խենք պարտվել։ Քո նմանների, քո նման պապաների, քո նմանի պապաների, հոպարների պատճառով ենք պարտվել։ Երկու հարցից պատասխանի։ Ինչ արե հերդ, որ զինվոր չկոտորվի, Արցախ չկորցնեն։ Ինչ արե։ Մեկ էլ դու որտեղից ես այդքան փող ունեցել այդ տարիքում, այդ օլուխ հալովդ։ Հա։ Այսքանը։ Բարո սրտեր ջան։ Համացանցում տեսա, որ Արփի Սարգսյանը նյութ է տեղադրել, որտեղ բացատրում է, որ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար վարորդականները այսօրվանից վերադարձնելու են այն մարդկանց, ովքեր զրկված են եղել։ Ու տեսնում վրդովմունքները։ Ժողովուրդ ջան, եկեք մի բան հասկանանք, հա։ Կառավարությունը հիմար չի։ Ու դուք էլ ամենախելացին չեք, էլի, դա հաստատ։ Չի կարելի ամեն բանը լսել ու միանգամից վրդովել։ Ուրեմն բացատրեմ։ Երբ որ կառավարությունը համաներում հայտարարեց այն մարդկանց համար, այն վարորդների, որոնք զրկվել էին վարորդական իրավունքներից, ըստ կառավարության որոշման, որ երբ որ մարդը զրկվում է, ինքը պարտավոր է գնա քննություն հանձնի, դա նոր որոշում էր 20 թվին էր, երբ էր չեմ հիշում։ Ըստ այդ որոշմամբ մարդիկ զրկվել էին իրենց վարորդականներից ու հետո պետք է գնային, նորից քննություններ հանձնեին եւ այլն եւ այլն։ Կառավարությունը հայտարարեց համաներում, որտեղ շատ մարդիկ կան, որ դա իրանց աշխատանքն է, իրանց հացի այդ փողը գումարը վաստակելու հնարն է, ասենք կառավարությունը լոյալ մոտեցավ այս հարցին ու համաներում հայտարարեց։ Հետո պարզվեց, որ Ղարաբաղցիներին չի կարող տալ։ Ինչու՞։ Որտեղ Ղարաբաղը եղել է առանձին հանրապետություն, Հայաստանը առանձին հանրապետություն։ Ղարաբաղցիները ստացել են Ղարաբաղից։ Այդ իրանց վարորդականները, այդ նույն բանն է, որ ռուսը գաստեղ զրկվի վարորդականից Հայաստանի հանրապետությունը իրան վարորդական տա։ Չի կարող այդպես բան լինի։ Այդ նույն ռուսը պետք է գնա Ռուսաստան, ունդեից ստանա իր վարորդականը։ Հասկանում եք։ Հարցը մանրամասն ուսումնասիրվել է ներքին գործերի նախարարությունում։ Ուսումնասիրվել է նաև հարցի առնչությամբ տեղանումից հետո միգրացիայի ոլորտի լիազոր մարմին հասանելի դարձած տեղեկատվական շտեմարաներում առկա բոլոր տվյալները։ Արփի Սարգսյանը բացատրում է, որ միգրացիայի եւ քաղաքացիության այդ ծառայության հետ կապնվել են, բոլոր այդ դանիները ինչքան հնարավոր է հանել են, ղարաբաղցիների տվյալները ստացել են եւ որոշում են կայացրել ի օգուտ ղարաբաղցիների, որ իրանց էլ վերադարձվի։ Ասենք ստե նոր բան չկա էլի, այստեղ չեն բռնել հայաստանցիների իրավունքները սենց ոտնահարել ղարաբաղցիներին բարձրացրել։ Հակառակը այն ինչ որ Հայաստանի Հանրապետության վարորդների համար արեցին, նույնը հիմա ուզում են անել ղարաբաղցիների վրա։ Իսկ դուք դնում եք գրում եք բանա, ամեն ինչ է։ Խիբի Ղարաբաղցին ստանա հենց ինձ, իսկ մենք պետք է սենց դնենք, սովորենք, նորից գնանք հանձնենք եւ այլն եւ այլն։ Կամ ձեր տեղեկությունները կիսատա, կամ էլ դուք չեք հասկացել Արփի Սարգսյանը ինչ է ասում։ Հանգիստ եղեք, Արփի Սարգսյանը հիմար չի, շատ խելացի նախարար է ու գիտի ինչ է անում։ Ուղղակի մի քիչ էլ եթե ինչ որ մի բան ձեզ նեղում է, չգիտեմ, հուզվում եք այդ ամեն ինչից, մի փոքր պրոստը խորացեք, կամ այդ հարց գրեք, կարող է այնտեղ խելացի մարդիկ հայտնվեն, ձեզ բացատրեն, ինչու նա խնդիր է, ոչ թե հելեք, sense միանգամից վրդովված բաներ գրեք։ Sense էլի։ Ասենք Ղարաբաղցիները հիմա տեղափոխվել են ստեղ։ Ղարաբաղը գոյություն չունի։ Որտեղից պետք է ստանան։ Իսկ դուք գալիս եթե համաներումը լինում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, իսկ ղարաբաղցիների համար չէ, այստեղ արդեն ոնց որ ասում են, արդար չի ստացվում։ Մեկի համար այո, մյուսի համար ոչ։ Հիմա բերել են այդ արդար հարթակ, որ բոլորի համար լինի այդ համաներումը։ Միակ խնդրանքս Արփի Սարգսյանին, Տիկին Սարգսյան, եղել են մարդիկ, որոնք զրկվել են իրենց վարորդականից, մինչ այդ 20 թվի թե որ թվի որոշումը, որ վարորդականից զրկվելուց հետո պարտադիր պետք է մարդը քննություն հանձնի, որ նորը ստանա։
Ես ձեզ խնդրում եմ, վերանայեք նաև այն հարցը, որ մինչև այդ որոշումը կառավարության եղել են մարդիկ, ովքեր զրկվել են վարորդականից, այլ ընտրանք չեն ունեցել հացի փող աշխատելու, գումար վաստակելու, թողի գնացել են երկրից։ Այդ ժամանակը, ասենք, մի տարով են զրկել, մի տարին անցել է, մարդը պարտավոր էր գնար իր վարորդականը հետ ստանար։ Ինքը այստեղ չի եղել, որ ստանա։ Հետո մյուս որոշումն է դուրս եկել։ Այսինքն խնդրանքս, նաև այդ մարդկանց որոշումները վերանայեք, որովհետև իրոք զանգում են ինձ են խնդրում, որպեսզի ես բարձրաձայնեմ այս հարցը։ Այդ որոշումը իրենց վրա չի ազդում, ուստի համաներումն էլ իրենց վրա չի ազդում։ Ես ձեզ խնդրում եմ, մի հատ վերանայեք նաև այդ հարցը, ինչ որոշումը զրկված անձանց վարորդականների վերադարձնելու այդ խնդիրը։ Մի հատ վերանայեք, խնդրում եմ։ Հարգանքներս, ժողովուրդ ջան, այսքանը։